Մեր իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ։ Եթե այս իշխանության օրոք բոլոր քաղաքացիները հավասար լինեին օրենքի առաջ, ինչպես վստահեցնում է ԿՊԱ-կան падգամավորը, հիմա նույն այս падգամավորը մեղադրյալի աթոռին կլիներ, պնդում է Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։ Ինքը հենց հիմա պետքա լիներ մեղադրյալ դատարանի օրինական վճիռը չկատարելու համար։ Ընդդիմադիր Ղազարյանը սեփական օրինակով է ցույց տալիս, որ Արթուր Հովհաննիսյանի ասածն իրականությունից հեռու է։ Հիմնական պահանջը այն է ներողություն խնդրել սահմանված տեքստով եւ այդ տեքստը հրապարակել ազգային ժողովի կամ առաջին եմ լրատվական կայքի պաշտոնական YouTube-յան ալիքներում։ Դա չի կատարել։ Ղազարյանը դատի էր տվել Արթուր Հովհաննիսյանին իրեն վիրավորելու համար։ Ընդհուպ վերաքննիչ դատարան է հասել ու հաղթել ԿՊԱ-կան падգամավորին։ Դատարանը վճռով պարտավորեցրել է նյութական փոխհատուցում եւ հրապարակային ներողություն։ ԿՊԱ-կան падգամավորը պահանջի մի մասն է կատարել, 1.250.000 դրամը վճարել է, բայց հրաժարվում է ներողության տեքստը հրապարակել, ասում է Էդգար Ղազարյանը։ Փաստացի, այսինքն եւ վճռի սահմանված ժամկետում չի կատարել, ինքը նաեւ հարկադիր վարույթի շրջանակներում չի կատարվել, որտեղ հարկադիր կատարողը վարույթը նախաձեռնելուց հետո իրան լրացուցիչ ժամկետ է տվել, ասում է այս ժամկետում պետքա կատարվի։ Ղազարյանը դատարան էր դիմել 2 տարի առաջ, երբ ազգային ժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ հանձնաժողովի նիստում ԿՊԱ-կաներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը վիրավորել էին նրան ու սպառնացել։ Հայաստան խմբակցությունը եւ պատիվ ունեմ խմբակցությունը ծաղրում են մարդու իրավունքները մեր երկրում, ուղարկելով ազգային ժողով այս ծաղրածուին։ Լսում եք այ պարոն Խեղկատակ։ Ժողովրդին մեկը բան ասե, լեզուն կկտրեմ հարկաժներն հետը։ Ընդունեք սա որպես սպառնալիք։ Վճիրն անցած տարի ուժի մեջ է մտել։ Հովհաննիսյանի կուսակից Ռուստամ Բաքոյանը դատարանի պահանջը առհասարակ չի կատարել, ասում է Ղազարյանը։ Փոխհատուցումը, որ դարձյալ 1.250.000 դրամ է եղել, նրանից հարկադիր ծառայությունն է գանձել, իսկ ներողությունը այդպես էլ չի հրապարակել։ Ռուստամ Բաքոյանը կամավոր այդ մասն էլ չի կատարել, բայց հարկադիր իր հաշիվները կալանքա դրել, դեկտեմբերին դա որ իր ապարքիվավճարը ստացավ, ինֆորն էլ տվին։ Էդգար Ղազարյանը իրավական բոլոր ատյաններով անցել է ու այդպես էլ Ռուստամ Բաքոյանին պատասխանատվության չեն ենթարկել դատարանի որոշումը ամբողջությամբ չկատարելու համար։ Էլի չի կատարել, ես դիմել եմ գլխավոր դատախազին, դատախազը ուղարկել է Արարատի մարզային դատախազություն, ընդից Արարատի մարզի վեդի քննչական բաժին, քննիչը որոշում է կայացրել, որ վարույթ չի նախաձեռնում։ Իհարկե, ես բողոքարկել եմ հսկող դատախազին, հսկող դատախազը մերժել է իմ բողոքը քննիչի որոշման։ Ես հիմա դիմել եմ Արարատի մարզի դատարան եւ հիմա դատարանը վարույթ ընդունել իմ դիմումը, որպեսզի դատարանը պարտավորեցնի մարմնին, որպեսզի իրանք վարույթ նախաձեռնեն։ Քրեական օրենսգրքով դատարանի վճիռը չկատարելը քրեական հանցանք է։ Վճիռը սահմանված ժամկետում չկատարելը պատժվում է տուգանքից ընդհուպ ազատազրկմամբ։ Եթե դա կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատիժն ավելի խիստ է։ Եվ եթե կա ուրեմն իրավական process հարուցելու անհրաժեշտություն, այդ իրավական process-ը պետք է հարուցվի անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից։ Կաթողիկոսին հետապնդում են ու արգելում երկրից բացակայել հենց այս մեղադրանքով, որ դատական ակտի կատարմանը խոչընդոտել է։ Սա այն դեպքում, երբ դատարանը նույնիսկ իրավունք չունի քննել եկեղեցական որոշումներն ու որևէ բան պարտադրել նրան, շեշտում է Ղազարյանը։ Եվ ինքը մեղադրում է մարդկանց հոգևորականների, որոնք դատարանի որևէ որոշման հետ ուղիղ առնչվող սուբյեկտ չեն, եւ նրանք չեն կատարել դատարանի պահանջը, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Դատարանի վերջնական վճիռը կա, որ ոչ թե վերացական բան, այլ շատ կոնկրետ, ասում է Արթուր Հովհաննիսյանին պարտավորեցնել, ներողություն խնդրել Էդգար Ղազարյանից, այս տեքստով, տեքստը հրապարակել ազգային ժողովի կայքում, ասեք շատ որոշակի է։ Արթուր Հովհաննիսյանին ընդհուպ հարկադիրն է պարտադրել, որ կատարի դատարանի պահանջը։ Այս ժամկետն էլ ավարտվել է ու նա պահանջն անտեսել է։ Էդգար Ղազարյանը դիմել է գլխավոր դատախազություն, որ Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության ենթարկելու գործընթաց սկսեն։ Մեր նկարահանումից ժամեր անց Էդգար Ղազարյանը ստացել է քննիչի գրությունը, որ քրեական վարույթ են հարուցել դատարանի օրինական վճիռը չկատարելու հոդվածով։ Իշխող խմբակցության քարտուղարն ու падգամավորը ինչու չեն կատարում դատարանի պահանջն ամբողջությամբ, ինչու ներողություն չեն խնդրում ու հրապարակում, ինչպես պահանջում է վերաքննիչը։ Առավել ևս, որ վստահեցնում են իրենց իշխանության օրոք բոլորը հավասար են օրենքի առաջ։ Ոչ Ռուստամ Բաքոյանը, ոչ էլ Արթուր Հովհաննիսյանը մեր զանգերին ու գրավոր հարցերին երկրորդ օրն էլ չեն պատասխանում։ Նրանք հարցերը տեսել են ու չեն արձագանքում։ Դատարանի պահանջը չկատարած իշխանականներին փնտրեցինք խորհրդարանում, փոխանցեցին Հովհաննիսյանը երկրում չէ, իսկ
իսկ Ռուստամ Բաքոյանը աշխատասենյակից դուրս չեկավ, պատճառաբանելով, թե զբաղված է։ Բայց զբաղված է, հանդիպում էլ ունի նշանակված։ Եթե իշխող քարտուղարի վերաբերյալ քրեական վարույթ հարուցել են, ապա ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Բաքոյանի դեպքում իրավապահները անգամ մերժել են քրեական գործ հարուցել։ Իսկ ինչպես կզարգանա իշխող քարտուղարին առնչվող քրեական գործը։ Արդյոք դատարանի որոշումը չկատարած Արթուր Հովհաննիսյանին մեղադրանք առաջադրելու համար գլխավոր դատախազը խորհրդարան կգնա։ Աննա Վարդապետյանի խորհրդականը մեր այս հարցին դեռ չի պատասխանել։